Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է եւ մեր զրուցակիցն է Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարոխանյանը։ Ողջունում եմ, պարոն Սարոխանյան։ Շատ շնորհակալ եմ, որ Ես եմ շնորհակալ։ Եկել եք, ընդունել եք հրավերը։ Ձերբակալությունները շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում, ինչ է կատարվում ձեր գնահատմամբ, եթե պայքար է, ապա ում կամ ինչի դեմ եւ ոչ միայն ում դեմ, այլ դա ում պայքարն է, ում դեմ, այսպես ձևակերպում։ Շատ լավ։ Եթե ասենք այս հարցին մոտենանք փիլիսոփայորեն, մի քիչ ավելի ընդլայնված, ձերբակալված է ամբողջ հայ ժողովուրդը։ Այսինքն, որովհետև քանի դեռ ինքը ազատագրված չի, ինչի համար հենց մենք ստեղծվել ենք մեր կազմակերպությունը, որ ազատագրենք Հայաստան այնուամենայնիվ վերջապես, այսինքն այդ առումով եթե նայում ենք, բոլորս ենք ձերբակալված։ Ուղղակի ռուսական գործակալների տարբեր վարչություններ Կրեմլի Պուտինի, ասենք ասենք, ծառայելու համար, իրան ծառայելու համար թեժացնում են ավելի շատ պայքարը իրար մեջ։ Իրանք այնքան համոզված են, որ Կրեմլի ծիրից Հայաստանը դեռ դուրս չի եկել, դուրս չի էլ գալու։ Այդ պայքարը իշխանության համար իրար մեջ սրանում է։ Եվ առավել աչքի ընկած, ասենք, իրանց արտահայտություններում անձինք ձերբակալվում են։ Այդքան բան։ Եվ դրանով իսկ իշխանությունները ինչ որտեղ սաստում են, ասենք, այդ ամբիցիա ունեցող անձանց, սաստում են հետագա ընտրությունների գալացող, ասենք, այդ պրոցեսների առավել ակտիվ մարդկանց, էս է ամբողջ խնդրը։ Սեն գիտեք ինչ կա, հա, գուցե եւ ասենք այն ինչ որ մեղսագրվում է այդ անձանց, այս վերջի ձերբակալությունները, այն երիտասարդները, հա, գուցե իրոք քրեորեն պատասխանատու արարք, այսինքն հայհոյանքը, հա, դա հայհոյանական արարք է եւ հայհոյանքը, եթե ես կայնեմ, ասենք, մեր շենքի դիմաց պատժեզդի դեմը եւ հայոյեմ, մի անգամ, երկու անգամ, հաստատ թաղայինը կգա կամ կգան թերևս կոլորենը կտանեն եւ ասեմ դες կունենան բացատրական աշխատանք ինձ հետ չէ մեկ ուրիշի ասենք ցանկացած մարդու հետ մեկ անգամ երկու անգամ որ չի կարելի եթե դա կրկնվի այն ժամանակ նոր արդեն սա ոնց որ ռուսները իրանց սիրած տիտուլային ազգը սիրում է զոսնի нарушитель չէ այդ ժամանակ գուցե եւ ասենք կիրառեն որոշ քրեական բաներ բայց այն ինչ որ հայոյանքի համար այդ դեպքում գիտեք ինչ կա դոկ կուսակցության ղեկավարը Վարդան Ղուկասյանին հիմա արդեն շուտվանից Ինտերպոլով զապրոսանային ուղարկեին Երևան այսինքն եթե դու հայոյանքի համար մարդ ես կալանավորում, ապա նույն հայոյանքներ հնչեցնելու համար հայերեն լեզվով ուղղված հայկական միջավայրին, ուրեմն Ինտերպոլով քրեական գործ հարուցի եւ պարտադրի, որտեղ որ գտնվում է, ուղարկեն Հայաստան։ Մթնոլորտը ինչպիսին է Հայաստանում։ Մթնոլորտը ընդհանուր մարդիկ ինչպես են իրենց զգում 6 ամիս հետո ընտրություններ են այդ ձերբակալությունները որ արվում են այդպես երեք շատ քննարկվեց ճիշտն ասած թե ինչու հենց այդ ձևով են ձերբակալում այդպես ձեռքերը ոլորելով դիմակալելով դուք ասացիք կմոտենա երկու մարդ ասենք եթե դուք խոսեք կամ անգամ գրավիրեն թեկուզ գրավիրեն ասեն դուք սենց արեք եք բանալը սա քրեորեն պատասխանատվության ինչու են այդ ձևով անում ոմանց կարծիքով որ վախացնեն դիմացին սաստեն իսկ այդ հայհոյանքի դեմ այդպես կարելի է առնել այսինքն հնարավոր է առնել դա խնդիր է Հայաստանի Հանրապետությունում հիմա գիտեք ինչ կա եթե մարդու ասենք sense ասենք պլանկ են տանում այսինքն կրիչ չունի արդեն իրա մեկ է դադանի դալուճում էլ կքրֆի Այսինքն ինչ պետք է անես, հա, ինչ գնդակ արեց, վերջի կետ։ Ցմա դատես։ Չէ, այսինքն քրեական օրենսգիրքը նայում է մաքսիմում դրա համար ինչ է ասում։ Մաքսիմում է առանց ներելու, առանց ոչի բանես կան 2 տարի, դու կետամ կնստեն։ Այսինքն քաղաքական պայքարի զենք է դարձել հայհոյանքը։ Այո։ Քաղաքական պայքարի Այո, դարել է հայհոյանքը եւ դրա մեղավորները առաջերտին հենց իշխանություններն են։
որովհետև հենց սկզբից չսաստեցին նման մոտեցումները, որովհետև հայոյանքին մոտ, ասենք, բառապաշարով օժտված էին հենց իրենք, այսպես ասած, այսօրվա իշխանությունները, իշխանափոխության, ասենց ասենք այն ժամանակ հեղափոխություն կոչեցյալ, ասենք այդ process-ների ժամանակ։ Հիմա, երբ որ իրանք պնդացան, երբ որ իրանք արդեն զգացին իշխանության համը վերջնականապես, պատկերացրեք քանի տարի արդեն, 8 տարի է։ Մյուս տարի կլինի այդ ընտրությունը արդեն 8 տարի է։ Մենք ատում էինք Ռոբերտին ու Սերժին, նրա համար, որ ամեն մեկը 8-10 տարի իշխանության ա եղել եւ երկիրը հասել է այս վիճակի։ Նույն ժամկետն էլ գրեթե 1-2 տարի պակաս Նիկոլ Փաշինյանն է իշխանության։ Հիմա եկեք հաշվետվություն անենք, հա։ Նիկոլ Փաշինյանն է, բացի հայոյախառը, այսինքն լեքսիկոնը զարգացնելուց Հայաստանում, ինչ դրական արդյունքների հասցե։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի բանի։ Հիմա տեսեք, երբ որ ուզում են ինչ-որ մի ցեղ շպրտեն դրական գործընթացի վրա, որին Նիկոլ Փաշինյանը ինքը ոչ մի ձևով չէր առնչվում։ Տրիմփի այդ ճանապարհի մասին եմ խոսում։ Երբ որ Տրամպը կանչեց երկուսին էլ Ալիևին ու երկու KGB-ի գործակալների, Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին, այնտեղ եւ ասեք այստեղ ստորագրել։ Նեոթուն Փաշինյանին էլ է KGB-ի գործակալը։ KGB-ն է բերել իրան։ Ռուսական կայսրության գործակալական ցանցն է բերել իրան իշխանության։ Բավական է այս հարցի շուրջ որևէ կասկած ունենալ։ Այլ բան է, որ ինքը ստանալով հանձնարարություն խաղալ արևմտամետ, որովհետեւ ռուսներին դա պետք է։ Անգամ ռուսները թույլ են տալի Լուկաշենկոին, ասում ինչ որ ժամանակ արևմտամետ խաղա։ Դա ինչ որ ստրատեգիկ իրանց գործունեության համար պետք է։ Նույն ձևի արևմտամետ խաղում էր Վրաստանը 10 տարի, 15 տարի։ Հենց որ պահը եկավ, ասում չէ, դե լավ է, արի обратно в стойло։ Արի ախորդ մտի։ Այսինքն ինքը դեռ տիրապետում է Կովկասում իրավիճակին։ Լավ, հետ գանք Թրամփը հրավիրեց Փաշինյանին Ալիևին։ Այո, Թրամփը հրավիրեց Ալիևին եւ Փաշինյանին եւ ստորագրել տվեց։ Այսօր նայեք։ Այսօր ասում են, դե սուտի թուղթ է, սուտի էս, այո, կարող է իրավական որպես փաստաթուղթ ինքը ուժ չունեցող փաստաթուղթ է, որը ասենք ենթակա չի անմիջապես գործունեություն կատարելու, բայց այն ստարտային վիճակն էր, որի վրա պետք է հայ իշխանությունը, եթե նա իրական արևմտամետ էր, ամբողջ իր գործունեությունը ծավալված լիներ հենց այդ ուղղությամբ։ Հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման եւ ասենք խորացման։ Բայց մենք տեսանք, որ ավելի շատ վայրահաճողներն են շատ, որ ստից թուղթ, այսինքն այդ թուղթը Ամերիկայի պրեզիդենտը ստորագրել է կողքը այդ երկու գործակալների դա ստից թուղթ է, բայց Նիկոլ Փաշինյանի 8 տարվա ընդամենը լոլո կարդալը դա ստից բան չի։ Հետ գանք այդ օգոստոսի 8-ի համաձայնություններին, պայմանավորվածություններին, Թրամփի ուղուն, դուք ասում եք պետք է ամբողջ ներողություն երանդով, ամբողջ ուժով Հայաստանը ներքաշված լինի այդ աշխատանքների մեջ։ Հիմք ունեք համարելու, որ այդպես չէ, չի ներքաշված, չի անում Հայաստանը։ Ինչից է դա ելնում։ Որ ռուսական բազան մինչև իմաստը է Հայաստանում։ Որ ռեալ կոնկրետ որևէ քայլ, ասենք Հայաստանի պաշտպանության ուղղությամբ չի արվել, որ որևէ քայլ քաղ պաշտպանության ուղղությամբ չի արվել, որ այսօրվա արևմտամետ իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը ոչ մի արևմտամետ, իրական արևմտամետ գործ չի հրավիրել եւ չի, ասենք, քաղել, ծաղկա արել առաջարկներից որևէ բան։ Կարծես թե Նիկոլ Փաշինյանը ինքան ճիշտ է անում, բայց արևմտամետ գործիչները ինքան հիմար բաներ են խոսում, որ անգամ մի հատ ծաղկա ասենք, մի պոզիցիայով չի կարելի գոնե քննարկման առարկա դարձնել։ Ես նկատի ունեմ հենց կոնկրետ քաղ պաշտպանությունը։ Եվ քաղ պաշտպանության հետ կապված Հայաստանի իշխանության գործողությունները, ես չեմ ասում, տեսեք, բանակ, դեռ Ռուսաստանից կապնված են, այսպես ասած Նիկոլ Փաշինյանի սազանդարների ասած
բալանսավորված քաղաքականության մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ սովորական հանկարծ ռմբակոծությունը սկսվի քաղաքացին իր կնոջն ու երեխուն ու մորը ուր պետքա տանի։ Ես դրանից եմ խոսում։ Թրամփի ուղու հետ ոնց եք դուք դա ինչու այդ որովհետև Թրամփի ուղին դա այն շանսն էր, այն շանսն է։ Այո, անցյալ ժամանակով որովհետև անցյալ արդեն պիտի քայլեր արածել էին։ Այս քանի ամսվա մեջ իրանք արդեն հասածել էին գիտեք ուր։ Հասածել էին եսիմ արդեն ռեալ ստեղ մենք արդեն տենայինք ամերիկյան օթանավերը իջնում են մենք այդ տենայինք արդեն այդ ամերիկյան կողմը գուցե պետք է ոչ որովհետև ամերիկյան կողմը իրանց երկրորդ դեմքի արկա Նենսի Փելոսի պետք նախարարի դեռ հələ Թրամփի առաջի կադենցիայի ժամանակ իր պետ քարտուղարը եկել էր մարդիկ պարզ ասել են ինչ անենք արա ձերը ինչ զենքա պետք ինչա պետք ինչ կոնտինգենտ ոչ մի բան մեզ ոչ մի բան հիմա էլ նույն բանը ես դրամա եմ ասում ոչ մի քայլ չի արվում այսինքն լոլոն շատ բայց ռեալ քայլ չկա Ինչի Փաշինյանը երեք ասեց եկեք լրագրողներ կամ ով ցանկանում է տանեմ ցույց տամ իհարկե չեք նկարում չեք ձայնագրում բայց ցույց տամ ինչ զենքեր մենք ունենք Լուրջ ես ասում է բաներն էլ անգամ գնապիտակներն էլ վրան կարող են Ինչ գնապիտակ զենքի վրա գնապիտակ Դե հա ինչ որ պիտակն ինչ պիտակն Չէ դա Ես կարդացի ինչ որ միտեղ որ մոտ 10 օթանավ ձեռք են բերել Հնդկաստանից Ուրախաց ասի, վերջապես ասի, ինչ-որ քայլ են անում, կործանիչ ինքնատրին։ Հետո Պապիկյանի հայտարարությունը պարզ, խոսում է նման գործակ չի կատարվել։ Այսինքն որին հավատաս։ Լրագրողներին հրավիրում է, լրագրողներին հրավիրել պետք չի։ Այսօր դեռ մենք չունենք ազատ մամուլ, որ մամուլի որոցը ներկայացուցիչ մտածի գնա թե չգնա կամ ուր գնա, ուր չգնա։ Մենք այսօր ունենք բռնատիրական ռեժիմ Հայաստանում եւ ամեն ինչը կապված է մի անձից Նիկոլ Փաշինյանից ինքը հրանգավորում է Հ1-ին սենց հաղորդումներ էսօրությամբ էլ այդ ուղղությամբ այդում հրանգավորում է էս ինքը կարա շատ հանգի այդ դրանք սա բուտաֆոր ես դրաման եմ ասում օդի մեջ փուչիկներ են Այսինքն դուք համարում եք որ լրատվամիջոցները Հայաստանում կեսը իհարկե Քոչարյանի անուն չտվեցիք Սերժ Սարգսյանի անուն չտվեցիք բայց ենթադրում եմ որ դա էլ նկատի ունեիք եթե չունեիք ասում եք որ չունեիք չեմ տարանջատում ուրեմն նշանակում է այսպես տարանջատված բաժանված են ամբողջ դաշտը բաժանված է Նիկոլ Փաշինյանի ուրեմն ենթակա Փաշինյանին ենթարկվող այսպես ասենք հա Սերժ Սարգսյանին ուղիղ ենթարկվող Քոչարյանին էլ ուղիղ ենթարկվող Ես ձեզ ասեմ Ձեր կարծիքն եմ ասում որովհետև ես չեմ ձեզ Իմ կարծիքն եմ ասում Հիմա տեսեք մեծ հաշվով այդ ամբողջը ում թվարկեցիք Ռոբերտ Սերժ Նիկոլ հա եւ առանձին ասենց ասենք սեկվեստրներ անջատված ինչ-որ պուճուրիկ առանձին մի հատիկային ինչ-որ տարբեր նրանք մեծ հաշվով բոլորը ենթարկում են մի կենտրոնի որի անունը Կրեմլը իրանք կարող են հակամարտել եւ իրար փոր թափել այսինքն այդ Կրեմլի KGB-ի վարչությունները առանձին վերցրած Նիկոլ Ռոբերտ Սերժ իրանք կարող են իրար դեմ հակամարտել ստացված ցուցմունքների շրջանակներում միայն որ իրար իշխանություն խլելու համար հա ցուցումների հա այո հա իրար Կրեմլից ստացված ցուցումների շրջանակներում կարող են բայց որ ասենք հələ Ռոբերտի Սերժի կամ Նիկոլի ենթակա որևէ լրատվամիջոց հստակ դնի ասի որ Ռուսաստանի կայսրությունը դա թշնամի է Չկա տես բան որ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ սա ամեն ինչ ասում է իր լրատվամիջոցների նկատի ունեմ նաև ինքը եւ Սերժ Սարգսյանը եւ մնացած արբանյակները իրանց հետ կապված է Դաշնակներ Վանիցյան մյուս այսինքն բոլոր նրանք ովքեր ռուսական կայսրության հետ կապ ունեն ու միջև հիմա ունեն այս մարդիկ ինչ են ասում Այս մարդիկ ասում են Նիկոլը վատնա Նիկոլը դավաճանա Նիկոլը այնա հա դա հասկացանք գիտենք
Դուք ինչ եք ասում։ Արցախի հարցը դուք ո՞նց եք լուծելու։ Դուք Արցախի հարցը լուծելուց գնահատական տալու եք, թե ինչի Արցախը այտենց վիճակում հայտնվեց, թե այդ գնահատականը կրկին եզրափակվելու է միայն Նիկոլ բառով։ Նիկոլը գործող անձներ, Նիկոլը գործիքներ։ Ես հիմա սրանով ոչ թե Նիկոլին պաշտպանում եմ, այլ Նիկոլը ամենը մեծ դավաճանն է, որ ինքը համաձայնվել է այդ գործիքը դառնալու։ Եվ հիմա այս վիճակում արդեն իր վրից գցում է։ Բայց մենք չէինք, նախկինում էին թալանում, այո։ Ես բազմիցս ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է ասում։ Ինչ ասում է, շատ ճիշտ ասում, նախկինների հասցեին, որ թալանջի էին, էս էին, կորումպացված երկիր ստեղծեցին, ամեն ինչը պարկացրին ռուսների տակ, ամեն ինչ որ այսօր ասում են, դե որ ռուսը չլի ինչ պիտի անեն, դա դրա համար էր արվում։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում։ Հիմա անդրադառնամ Ռոբերտին ու Սերժին, նրանք էլ են 100% ճիշտ ասում, որ Նիկոլը դավաճան է, որ Նիկոլը սրիկա է, որ Նիկոլը Հայաստանի իրական արժեքներով չի առել, նրանք էլ են ճիշտ ասում։ Այսինքն փազլը հավաքվում է 100%-անոց ճշտուր պատային վիճակ եք դուք նկարագրում։ Չէ, բա իրանք հատուկ բերում են այդ պատային վիճակը։ Չէ որ այս վիճակը ստեղծողները առանձին վերցրած հիմար որևէ հայ չի։ Դավաճան ռուսներին, օտարին ծառայող հայերն են։ Այդ օրակարգը ինչպես կարելի է ճեղքել անցնել։ Որովհետև մենք արդեն 5 տարուց ավել է 100% ճշմարտության մեջ 50%-ի ճշմարտությունը Ռոբերտն ու Սերժն են ասում, այն 50%-ը Նիկոլն է ասում։ Այսինքն այդ որ գումարում ես իրեն ճիշտ է ստացվում։ Լավ, գումարեցիր, հետո ինչ։ Ոնց ենք շարունակում մենք։ Հայաստանի Հանրապետության մասին եք խոսում։ Հետևում եք Հայաստանի ազատագրության, համաշխարհային կազմակերպությանը, մեր նարատիվներին եւ փրկվում եք։ Նարատիվ համար 1։ Համար 1 Անմիջապես Ռուսաստանի հետ որպես թշնամի պետության բոլոր կապերը կտրում եք։ Բոլոր կապերը։ Միանգամից, այո։ Այն ով որ կասի, բա շրջապատված ենք, բա Ռուսաստանը չլի, բա հացը, բա այնը։ Բայց ծորենի պատմություն ես։ Ծորը ես եմ, PR ակցիաներ են։ Ես ձեզ ասեմ, հիշացնեմ բոլորիդ։ Արևմտյան Բերլինը, որը գերմանական դաշնային պետության տարածք էր համարվում, ամբողջությամբ շրջապատված էր սովետական լագերով, GDR պետությամբ։ Եվ ոչ մի փոխադրամ պատ էր շարած, ես գիտեք երևի հանրայդ այդ պատի քանդումը, չէ՞, պատ էր շարած, եւ այնտեղի բնակչությունը 2.5 միլիոնից ավել բնակչություն էր, արևմտյան Բերլինի մասին է միայն խոսքը։ Եվ նա գոյատևում էր։ Միայն ամերիկյան ինքնաթիռներով մատակարարվում էր ամեն ինչ։ Ու գիտեք ինչ, այդ արևմտյան Բերլինը ամենաբարեկեցիկ երկրներից մեկն էր։ Առաջին նարատիվը ազատվել ամեն ռուսականից, ճիշտ։ Միայն ռուսական չէ, հիմա ռուսական հասկացողությունը ինքնին սիմվոլիզմն է բռնատիրական ռեժիմների։ Որպես այդ օրինակը բերեմ, եթե ժամանակ ունենանք, մենք կանրադառնանք նաև Վենեսուելային։ Տեսեք, Վենեսուելան կարծես թե Լատինական Ամերիկայում, չէ՞, ասում է Ամերիկան հարձակվել է ին վրա, ուզում է ինձ վերացնի, էս անի, այն անի, այդ դրա պատճառները կասեմ ինչի համար է, էլի։ Ինքը չի դիմում է հարևան պետությանը, Մեքսիկային, Կանադային, Բրազիլիային։ Նայեք ում է դիմում։ Ռուսաստան, Չինաստան, Իրան։ Այսինքն բռնատիրական ռեժիմների չարիքի կայսրությունների առանցքին է դիմում։ Դրանով իսկ բացահայտելով իրական պատերազմը, թե ինչու է կայանում այսօր մոլորակում։ Սա ստից բաներ է։ Ռուսաստան, Հայաստան, Թուրքիաներ, այնտեղ Վրաստանը, սա ստից բաներ է։ Մի հատ երրորդ համաշխարհայինը արդեն ուժի մեջ է մտել շուտվանից։ Եվ այդ շուտվանից, երբ որ մենք ասում ենք մեր առընծիրով կան եւ Արցախի հարցում, եւ Հայաստանի պետք է լինի արևմուտք ասելով արևմուտքի այսօր հավաքական հզորագույն պետություն դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան Ես ասում եմ, դա նույնն է, ես ինչ-որ բաներ եմ Այսինքն դուք Ռուսաստան, Չինաստան եւ Իրան մի բլոկ եք տեսնում։ Հիմա երկրորդ բլոկն էլ ասեք։ Երկրորդ բլոկը հակադիր բլոկը, որտեղ Միացյալ Նահանգներն են։ Հիմա անունները կտամ։ Որտեղ Միացյալ Նահանգներն են, չէ՞։ Եվ անունները կտամ հիմա այդ պետություններ ու համեմատեք ամեն մի այդ պետության բարեկեցությունը։ Ճապոնիա,
հարավային Կորեան, այդ չեմ ասում հյուսիսային, որովհետև հյուսիսային Կորեան Կիմ Չին Ինը այդ Շանխայյան վերջի այդ բանի ժամանակ Սին Ցզինպինը որ կայնած էր, ձախ կողմից կայնած էր Պուտինը, աջ կողմից Սին Ցզինպինը, այսինքն ինը մոտագույն իր բռնատիրական ռեժիմների իրենց կարգա ու մեր արևմտամետ Նիկոլը, որ ուզում է ինչ-որ բաներ ցույց տա, այնտեղ ներկա էր Ալիևի հետ միասին։ Ինձ բացատրեք էլի, այդ Շանխայյան այդ համագործակցության այդ ակումբում ինչու չկային Լատվիայի պրեզիդենտը, Լիտվայի, Ուկրաինայի Եվ այլն բլոկերն եք Ինչի չկային, որովհետև դա չարիքի բլոկ է, որովհետև մարդկանց պարզ ասում արա որոշեք դուք որ կողմն եք։ Այս մարդիկ ասում են մենք բալանսավորված ենք անում։ Մենք ինչին եք բալանսավոր, դու կամ չարիքի կողմն եք կամ լույսի կողմն եք։ Շո դու ուրիշ տարբերակ չունես։ Էդի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանին այդ շռայլությունը թույլ էր տրված լեզվով աշխատել եւ Արևմուտք եւ Ռուսաստան եւ մենակ թե ժամանակ շահեն։ Առաջի կետը մենք հիմա ինչ ենք թվարկում, հիշեցնեմ պարզապես, դուք ասացիք, որ Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության նարատիվներին հետևեք որպես կեղքում։ Քաղաքական գնահատական եւ բացահայտել Ռուսաստանի բոլոր թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ։ Ինչու՞ չէ նաեւ դրա հետ միասին ռուս-թուրքական թշնամական գործողությունների մասին, որովհետև թուրքերը մասնակցում են։ Այսօր պատահական չէր այդ Սիգնախի տարածքում, Վրաստանի Սիգնախի բնակավայրի տարածքում թուրքական օդանավի կործանումը, դա բնավ պատահականություն չի։ Ես ընդամենը մի հատ բան կարամ ասեմ, որ Սիգնախի այդ տարածքում այդ բնակավայրի տարածքում ժամանակին դեռ երբ որ Սաակաշվիլին հստակ օրիենտացիան վերցրել էր դեպի ամերիկյան եւ ՆԱՏՕ եւ Արևմուտք Սիգնախիում տեղակայված էր ամերիկյան ռազմաբազա հակաօդային օդային ուղղաթիռներ կործանիչ ինքնաթիռներ Ես ընդամենը ակնարկում եմ, ես ոչ մի բանի բոլոր տարբերակներն այսօր, ու թուրքերը այնքան զգուշավոր են, որ բոլոր 3 հավանական, ասենք, պատճառների մեջ բոլոր 3-ն էլ տեխնիկական ինչ-որ նշանակություն ունեցող են, այսինքն որևէ թշնամակ այդքան զգուշավոր են, որտեղ իրանք հասկանում են, որ եթե հանկարծ հետքը դուրս եկավ եւ ամերիկյան որևէ հետ հայտնվեց, իրանք արդեն բացահայտ լուրջ խնդրի մեջ են։ Որովհետեւ թուրքերի երկակի խաղերը ավարտվեց են։ Հիշում եք ինչ կանեմ ասեի ես։ Չի թույլ տալու ամերիկան թուրքերին երկակի խաղեր խաղա։ Ստե ռուսը ընկերեսա, ստե տեսար ինքնաթիռ խփեցի, տես ես ձեր կողմից եմ։ Ստե տես Ուկրաինային գեներատորներ տվեցի։ Տես ես արդեն նոր չի թույլ տալու։ Իրանց են ասելու կամ էս կողմ, սա վերջին նախազգուշացումն էր։ Եթե դուք ճիշտ եք եւ ձեր ակնարկը 100% ճիշտ եմ, որովհետեւ քանի տարի է ես ինչ ասում եմ 100%-անով իրականանում է։ Թող մեկը գա նստի կողքս, ասի այս բանը ասացի ու չիրականացավ։ Սա լոկ, նաև ուզում եմ ասեմ, լոկ միայն վերլուծությունների վրա հիմնված չի իմ խոսակցությունները։ Հստակ տեղեկություններ կան, հստակ, ոչ թե հստակ 100%-անոց տեղեկություն, որ սա այսպես է եղել, այլ կան որոշակի նամյոտք, ոնց ասում եմ, մենք դրա շուրջ արդեն կառուցում ենք մեր վերլուծությունը եւ 100%-ով ճիշտ ենք դուրս գալի։ 100%-ով։ Նորից եմ ասում, Ռուսաստանը քայքայվելու է, հիշեք։ Թուրքիան քայքայվելու է, Ադրբեջանը քայքայվելու է։ Ու ես այն վաղ կտեսնեմ արդեն։ Այն վաղ կտեսնեմ։ Այսօրվա լպիշ խոսացողները, Ռուսաստանին դոշով պաշտպանողները ինչ պետք է ասեն։ Ու էլ ավելի մեծ ալինելու իրանց մեղքը էլ առումով Եթե այդ կործանումների պրոցեսին մեզ հայերիս կամ Հայաստանս դասեն բռնատիրական ռեժիմների որպես
ասենց ասենք, աջակցող պետություն, ինչպես Բելարուսին, Հայաստան, այդ ժամանակ ինչ պիտի ասում։ Դրան ենք մոտենում։ Մենք ասում ենք, եկեք արա որպես լիարժեք ազգ, ոտներից վեր կեցած կանգնենք ու ասենք մենք աշխարհի բարեկիրթ ազգերի կողքին ենք եւ հավատացեք այս կղզյակը իսլամական աշխարհի մեջ լինի, բռնատիրական ռեժիմների շրջապատում լինի, պաշտպանելու են։ Եթե մինչև օրս չեն հարձակվի Հայաստանի վրա։ Նորից եմ կրկնում, դա միայն ու միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների ընդամենը զանգերով է եղել։ Երբ որ ռեալ այդ հարձակումները արդեն կարծես թե հասունացել են եւ Հայաստանում շատ էին խոսում դրա, հեսա հարձակվելու, բայց այնուամենայնիվ ես ասում եմ չի հարձակվելու։ Ինչի՞ դա ոնց է չի, ասի չի հարձակվելու, ու մինչև հիմա չի հարձակվել։ Եվրոպական դիտորդական առաքելության գործառույթը Էդ էլ շնորհակալություն Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներին։ Այսինքն այնուամենայնիվ դիտորդական առաքելությունը եւս զսպող հանգամանք է եղել, ճիշտ է, չհարձակվելու։ Եղել ում շնորհիվ։ Եվրոպացիների Նիկոլ Փաշինյանի չէ։ Նիկոլ Փաշինյանին ինչ ստիպում են արևմուտքից անել։ Արա հրալիստ է, դու չէիր ասում սա։ Հա, դե արա էսի։ Ստիպում են, ասենք 100 ինչ-որ գործողություններից մի հատ է, երկու հատ ստիպում են անել, չէ։ Այդ ստիպված արածը, դե լավ, մեկը արվում է, չէ։ Հելում հայտարարում են, տեսակ, Նիկոլ Փաշինյանն էր, որ արեց։ Նիկոլ Փաշինյանով էլ էր։ Թրամփի ուղու թեմային վերադառնանք, Թրամփի եւ Կենտրոնական Ասիայի այս երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հիշում ենք, որ Թրամփը հատուկ մատնանշեց այդ Թրամփյան ուղի կոչված ճանապարհահատվածին։ Ճիշտ է, որպես կարևորագույն նա ասեց, Կենտրոնական Ասիայի երկրները եւս կօգտվեն։ Ինչ հասկացանք մենք նորից այսպես հաստատվեց Միացյալ Նահանգների եւ Թրամփի նպատակները կապված այդ ճանապարհի հետ եւ դա որ դուք ասեք շարունակությունը հաջորդ հարցը պետք է լինի այ դուք որ ասում եք ինքնաթիռները Միացյալ Նահանգների չեն գալիս չեն նստում իմ հարցից որ դա Միացյալ Նահանգներին եթե ձեռնտու է հիմա ձեր պատասխանից դուրս կգա որ դա այնուամենայնիվ նրանց ծրագիրն է դառնում ոչ միայն Հայաստանի ծրագիրն է եւ այդ երյակի այլ հենց Միացյալ Նահանգների ինչու են դանդաղում ուրեմն այդ տեղից ինչ հասկացանք Թրամփ Կենտրոնական Ասիայի նախագահներ եւ այսօր շատ լավ ճիշտ հարց համեցեք ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները երբ որ մի գործողություն անում է ինքը չի անում հենց կոնկրետ այդ րոպեին որ պետք է կատարվի տեսեք ինչպես որ Ալիևին ու Նիկոլին կանչեց իր մոտ ասած ստե ստորագրել չէ փունջ կանչում է հետո էլ Միջին Ասիայի երկրի ղեկավարներին իրանց էլ այսինքն բոլորին հերթով նարատիվները տալիս ասելա վեր մի թռեք իսկ ինչ վերաբերում է որ կոնկրետ հենց այսօր պետք է լինի այն գիտեք այն հայերս գիտեք ոնց ենք այն հանրատ մի հատ անեկդոտ կա որ աղջիկը հորն ասում է Պապա ամուսնանալ եմ ուզում, չէ ամուսնանալ եմ ուզում, ասում հա բալես կամուսնանաս, չէ հենց հիմա եմ ուզում։ Երեխեն տենց է ուզում։ Հիմա այս հայերը ողստորակը բախի, որովհետև պատերազմ է այդում, որովհետև դու հələ չես կողմնորոշվել, այդ Թրամփի ճանապարհը Թրամփինն է լինելու, թե ումը։ Որովհետև вообще էլի եկեք ցած մատ Вообще խոսանք այդ ճանապարհից առհասարակ, որ դու ծլեց այդ ճանապարհ հասկացողությունը։ Որ դու առաջացավ։ Որ դու Թրամփներ ասեց, կամ Թրամփից առաջ Բայդենը ասեց։ Կամ Ամերիկայից որից մի նախագահ կամ ինչ-որ Ամերիկայից որից մի պաշտոնյա էր առաջարկեց դա։ Դուք ստե դրիկ Մինսկի խումբը հեճուփուճարիք։ Նիկոլ Փաշինյանի բառերն եմ ասում։ Այդ ինչ է ժողովուրդ։ Այդ Մինսկի խումբը այդ ինչ էր արա։ Խեղ կատակի է վերածում։ Էլ չի ասում միայն Մինսկի խումբն էր որ Ֆրանսիայի ու Ամերիկայի ներկայությամբ Ռուսաստանին գորը ինչ-որ ձև գամերը քաշում էին, ասում են, չէ, սենց չի, սենց է։ Այսինքն որպես գործիք փոխանակ դու դրանով օգտվեիր, եւ ասեք այն ինչ-որ Հայաստանին 100 չէր ռուսական կողմից թելադրված բաները, այսինքն հենվեյլ դու հեգնում էիր, դու հեգնանքի էիր վերածում այդ եկա կառույցը, այսինքն այդ կառույցը դա նաեւ համանախագահները
Ֆրանսիան ու Ամերիկան է։ Ու սա արևմտամետ գործի, չէ՞։ Ծիծաղ, այսինքն ծիծաղ։ Հիմա մենք նորից գնում ենք Տրամփի ճանապարհի այդ հանգամանքին։ Այդ ճանապարհ հասկացողությունը առաջացել է Պուտինի կողմից 9-1-1-ի ժամանակ նոյեմբերի 19-ին Դա չի գնում այդ Գոբլի ծրագիր, Լավրովի ծրագիր։ Չէ, այդ մեղրի։ Չէ։ Երբ որ այդ բանը ավարտվեց, պատերազմը, այսպես ասած, հայկական կապիտուլյացիան, եւ պետք է իրար հետ ստորագրեին, Ալիևը, Փաշինյանը եւ Պուտինը, որպես 9-րդ կետ, Պուտինը ինքն է ավելացրել մեղրի ճանապարհ, Զանգեզուրի ճանապարհ, եւ այդ անվանումը եւ դրա էությունը շատ է դուր եկել թուրանական գործիչներին, Ալիևին ու Էրդողանին, ասում կապ չունի ինչ տարբերակով։ Հələ արդեն ռոպագանդա էր սկսվել Հայաստանում։ Ժողովուրդ ջան, դա թուրքական ճանապարհ չի, իմացեք, ՖՍԲ-ն է հսկելու։ Նայեք, անունը այտենց է, բայց հսկելու է ՖՍԲ-ն։ Այսինքն ինքը հնարեց, որպեսզի ասենք իրան թվում է, թե իրանց տափակ ուղեղներով ռուսների, որ ասենք եթե ինքը ՖՍԲ-ն ընդ կայնած, ասենք, հա, այսինքն այդ Թուրանի ճանապարհը պետք է չոտքի գործի ու բոլորը իր ենթակայության տակ են, որ թուրքերը իրանց հանգարց չխափեն, որ այդտեղից ինչքան նավթ ու գազ է անցնում, ինչ է անցնում, որ իրան չխափեն քանակի մեջ, գների մեջ, ինքն է վերահսկելու։ Հենց ամերիկացիները նայեցին արասեն այս երկու դիակը Էրդողան Պուտին, այսինքն իմ քթի ստակը, Կովկասում, այդ պորտի, մոլորակի պորտի, ես միշտ էլ ասել եմ, որ այդ ճանապարհը մենակ բանինը չի, Ադրբեջանին ու Թուրքիային կամ Ռուսաստանին, այդ ճանապարհով կարողանալու են օգտվել եւ Իրանը, չնայած Իրանին ակտուալ է, ասենք, հարավ-հյուսիս ճանապարհը, բայց նաեւ այդտեղով, այսինքն Իրանը շատ Նախիջևանով դուրս գա Հայաստան երկաթ գծով, ասենք, նաեւ Իրանը, նաեւ ամբողջ Ասիան, ասկասած Վիետնամով, Մալազիայով, Ինդոնեզիայով, Հնդկաստանով, Չինաստանով, Կիրգիզիայով, Կազախստանով ու մնացածով։ Ճանապարհ ես բացում միջազգային օրենքներին համաձայն։ Դու կոմունիկացիա ես բացում։ Հիմա ոնց որ Պանամայի նեղուցը ասես, գիտես ինչ կա, էսի բրազիլացիների մարա, բայց ոչ արգենտինացիների, ոնց է, նեղուցը չէ բացվավ։ Միջազգային օրենքներին համաձայն այդ նեղուցը գործելու է։ Նույնիսկ է։ Մենք ասել ենք, ընդամենը Տրամփը այդ երրորդ համաշխարհային պատերազմի, նայեք, բռնատիրական ակումբների, ասենք, միությունը ընդդեմ քաղաքակիրթ աշխարհի։ Տրամփը դաշտիրակչական աշխատանք է տանում։ Սկզբից Ալիև, Նիկոլ, հետո Միջին Ասիայի երկրների։ Դաշտիրակչական, թե այդ ձեր ասած բլոկի նախադրյալներն է։ Նաև դաշտիրակչական, որովհետև շանս է տալի։ Բոլորին էլ շանս է տալի։ Ասում վերադարձեք նորմալ քաղաքակիրթ աշխարհի ընտանիք եւ ապրեք շարունակեք։ Բնավ ամերիկացիների նպատակը այն չի, որ դնի այս ազգին ստորացնի, այն ազգին ստորացնի, եթե ազգին նորմալ իրան պահում է։ Նորմալ իրան դրսևորում է։ Այսինքն ռազմավարական նշանակություն չունի Միացյալ Նահանգների համար այդ ճանապարհը, պարզապես նա չի թույլ տալիս, որ ուրիշը վերահսկի։ Այո։ Դա է։ Նաև ինչու՞ չէ նաև հետագայում նաև, քանի դեռ աշխարհում այս լարված վիճակն է, այնտեղ բոլորս էլ գիտակցում որ լուրջ process-ներ չեն ընթանալու։ Եղավ, եթե կարելի է ես գովազդ հատայեմ եթերում, սիրելի հայրենակիցներ գովազդ է եթերում, եթե զանգեր լինեն, սիրով կընդունեմ զանգերը։ Գովազդ է եթերում։ Видимость такого, будем говорить, антиимпериалистической политики России типа, но в реальности с ног до головы обслуживает их проекты. С ног до головы, и с головы до ног тоже. Значит, они дают ему искусственный пас, я уверен, и это мое личное мнение. Не буду говорить про информацию, как говорил один мой большой друг-политик, когда он хотел говорить какую-то правду, он всегда говорил, мне приснилось. Вот мне приснилось, что есть договоренности, что дают такой пас. Никол Пашинян занимает с Аланом Симоняном и с другими. Я не знаю, может, Алан Симонян не в курсе, он просто подхватывает то, что его шеф
начинает взлетать, и он подхватывает эту риторику. Это договоренности, поскольку Российская Федерация, я вам говорю это, мы должны четко понимать, на территории Российской Федерации работает большое количество разведсообщества. Как легальным, так и нелегально. Все они, помимо того, что встречи официальные, есть еще неофициальные встречи, они... Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Ձեր երեխաների ուրախ, անհոգ եւ գրագետ մանկությունը վստահեք Սիմբա արքա մանկական զարգացման կենտրոնին։ Հասցե Մաշտոցի 5G, հեռախոսահամարներ 093 405 411 095 405 411։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882 091 522 882։ Նորանտապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նորանտապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գագիկ Սարոխանյանի հետ, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ, եւ ունենք հեռախոսազանգ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ Տիկին Արաքելյան, բարև ձեզ պարոն Սարոխանյան, ողջունում ձեզ հրավեր կլենտելից։ Նախ ես շատ ուրախ եմ, որ վերջապես նշվում է, որ արևմուտքն է մեզ փրկում, եւ Տիկին Արաքելյանը նշեց եվրոդիտորդներին, որոնք արևմուտքի աչքն են, եւ Բլինքենի զանգերը, բայց իմ հարցը այսօր կլինի, ես փորձեմ պատասխանել ձեր Տիկին Արաքելյանի հարցին եւ կլինի հարցս համաձայն եք դրա հետ թե ոչ, որովհետեւ Հայաստանում շատ են վախվում այդ ցորենից, որ Ռուսաստանը մեզ կկտրի։ Ինչպես կստանանք ցորեն, համաձայն եք թե ոչ, Ուկրաինայից մենք կարող ենք գնել բարձր որակի ցորեն եւ լավ արժեքով, փոխարենը անասնակեզ գնելու այդ արևելյան երկրներից Ղազախստան, Ռուսաստան, որը կթունավորի ձեր ժողովրդին։ Եվ հիշեցնեմ, որ դա լաստանավով կարող է արվել Ուկրաինայից գա Վրաստան եւ ոչ Վրաստանը, ոչ Թուրքիան այնքան ռիսկ չեն ունենա, որպեսզի արևմուտքին դիմակայեն։ Եվ նաեւ համաձայն եք, որ դեռ 24 թվականին, երբ Փաշինյանը Եվրոպայում ասեց այդքանով, որքանով դուք կցանկանաք, այդ ելույթից հետո Եվրոմիության խորհրդարանը մի բանաձև հրատարակեց, որ եթե Հայաստանը դիմի Եվրոմիության, ապա Եվրոմիությունը գիտի, որ Ռուսաստանը կփակի լարսը եւ մյուս բաները եւ Եվրոմիությունը պատրաստ է Հայաստանին օգնելու այդ շրջափակումից դուրս գալու։ Հարցս այսպեսին է, պարոն Սարոխանյան, համաձայն եք, որ եթե Փաշինյանը որը նա չի անում, եթե նա հեսավերշացնում կենարքելը, եթե նա դուրս գա հապկից, ԵԱՏՄ-ից, այդ տնտեսական կապանքներից, որը Եվրոպան կօգնի մեզ դուրս գալու, եւ դիմի հայտ ներկայացնի Եվրոմիության,
որը նա չի անում խախտելով այդ օրենքը, որ ընդունված է, ապա այդ ամերիկյան ինքնաթիռները նրանք կգան, ոչ թե նրանք են դանդաղում, այլ նրանք սպասում են, որտեղ մենք ենք դանդաղում, ձեր իշխանություններն են դանդաղում։ Համաձայն եք, որ եթե այդ բոլոր քայլերը արվեն, ապա եւ ծորենի հարցը եւ մյուս հարցերը կլուծվեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Շատ տեղին հարց, ես փաստորեն մեր հարգարժան քաղաքացու, ասենք, հայորդու հարցի մեջ տեսնում եմ իմ մտավախությունը եւ հավանությունը իմ մեկնաբանությունների, որ արևմուտքը այնուամենայնիվ պետք է միայն արևմուտքով փրկվենք։ Ոչ Իրանով, ոչ Ռուսաստանով, ոչ Չինաստանով, ոչ էլ Թուրքիայով, ոչ էլ առավել եւս Ադրբեջանով։ Փրկություն չկա։ Փրկությունը միայն արևմուտքն է։ Հաստատ եմ ասում, Իվանաշվիլին ինչ կանել ռուսամետ քաղաքականությունն է վարում, այսինքն ռուսամետը նա գործիչ է, նա չի համարձակվի, ուղղակի կայնի ասի այս ճանապարհը հայերի համար փագա, չի կարա, ոչ առիթն ունի, ոչ պատրվակը, շատ կորցնելու բան կունենա Վրաստանը, շատ, դա համար ոչ մեկ չի անի, չի հանդգնի նաև Թուրքիան, ոչ մեկ չեն հանդգնի, ոչ Եվրոմիության, առավելվեց ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ ինչ-որ բան անեն։ Հավատացեք, չեն կարող անեն։ Չկա տես բան, դուք հասկանում եք, անգամ ոնց ասեմ, ոնց որ տնեն ասեն, այս երկիրը ոնց որ Էստոնիային չենք ուզում, սենց ենք անում, բլոկադա ենք ենթարկում։ Այո, ես գիտեմ, որ բլոկադան, սովամահության, ասենք, ենթարկել դա KGB-ի ռուսական կայսրության աշխատելու ոճն է, ինչպես որ Արցախի հետ արեցին։ Այո, սովի մատնեն, հետո էլ կոտորեն, հետո էլ էթնիկ զտումները իրականացնեն։ Դա իրանց ոճն է, բայց կոնկրետ Հայաստանի հետ կապած չեն անելու։ Այո, Նիկոլ Փաշինյանը գուցե եւ այդ խաղակարտը խաղացնի, մի փուլ բերի, որ տեսեք, ժողովուրդ ջան, ինչ վիճակի հայտնվեցինք, երբ որ մենք գնացինք Ռուսաստանի դեմ։ Դրա համար ես որ ասում եի բալանսավորված քաղաքականություն, սրա համար էի ասում, ու նորից վերադառնա ռուսական ծիրի մեջ։ Այսինքն սա այն նուրբ խաղերն է, որով գործակալ Նիկոլ Փաշինյանը արդարացնում է իր դանդաղկատությունը։ Բայց որ ինքը ուզում է դեպի արևմուտք ինչ-որ իր հոգու խորքում կամ իր արտահայտությունից կա գոյություն ունի ֆիզիոգնոմիկա, որ մարդու ասածները նայում ես, տենում ես չէ, ինքը այնուամենայնիվ ուզում է դեպի արևմուտք հետը, ինքը այդ կանել հիմար չի, գիտեք ինչի համար, մի բանի համար, դա էլ եմ ասել ժամանակին, իր կաշին փրկելու համար, միայն իր կաշին փրկելու համար։ Ինքը գիտակցում է, ինքը տենում է, որ ռուսական կայսրությունը բոլորին օգտագործում է, դու շպրտում է։ Կամ բերդերը, կամ սպանում է, կամ վերացնում է։ Պարոն Սախոյան, 6 ամիս հետո ընտրություններ են, 6-ը չգիտեմ ինչքան պետք է հաշվենք, այնտեղ կարող է մի քիչ ավել, մի քանի օր ավել։ Փոխվելու, ինչ է փոխվելու, ինչ է լինելու։ Ձեր կարծիքով, ընդհանրապես 6 ամիս։ Ոչ մի բան։ Ինչպես որ վերջի 6-7 տարին անցան, այդպես էլ այդ 6 ամիսը։ Այսինքն Փաշինյանին հաջողվելու է։ Մենք դատապարտված ենք, Փաշինյանին չէ, այսինքն KGB-ին հաջողվելու է Ռոբերտ Սերժ ընդդեմ Նիկոլի հակամարտության խաղալու վրա պահպանել ժողովրդին այս վիճակին։ Մենք մեռանք ասելով, մենք ոչ մի շարժ չենք տեսնում կամ այնուամենայնիվ գործնական շարժ մեր հայորդիներից։ Այո, ես դիտում եմ այդ իմ հարցազրույցները, լայքերը, մեկնաբանությունները շատ լավ։ Արա կարծես թե դարել է սերիալ։ Հա մարդկան պրոստը դուր է գալի։ Արա մենակ դուր գալով չէ, ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում դուք պետք է անեք։ Դուք արեք, ես ձեզի որպես բանվոր, զինվոր, խոնար ծառա, գամ ծառա է։ 6 ամիսը քիչ ժամանակ չի, արդեն։ Ես ասեմ դες, եթե սենց տենդենսները գնաց, ես ոչ մի բաներ չեմ մասնակցելու։ Ինչին մասնակցես։ Ինչին մասնակցես։ Հերթական խաբեության։ Ուժեր տեսնում եք քաղաքական ուժեր, այդ դուք նշեցիք։ Ես տեսնում եմ Փաշինյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այդ երյակից բացի տեսնում եմ պրպտումներ, որոշ որ ցանկանում են մարդիկ անել, որին էլ ես ուրախ եմ, ես անգամ ուրախ եմ, որ բայց տենում եմ որ չէ։
Օրինակ վերջերս մի հատ կլոր սեղանի կանչեցին, ինչ-որ մի հարցի շուրջ չեմ ուզում, որովհետև շատ մանրամասներ բացեմ, որովհետև վրաս կհասկանան ում մասին եմ ասում։ Փաստորեն սենց որոշեցին այս ինչ փաստաթուղթը իմի բերեն, եւ այդ փաստաթուղթը իմի բերելուց հետո բոլորը ստորագրենք, որ այո, սենց է։ Համամիտենք, այո։ Եվ կոչ արեցին նաեւ բացի դե ներկաներից ցանկացած անհատ, որոնք բացես ստորագրության համար։ Հա, բացես ստորագրության համար։ Facebook-ում տեսնում եմ արդեն հայտարարություն պատրաստի տեքստը։ Այնտեղ ներկա մարդկանց բոլորի անունը կա, բացի իմից։ Ես տակը ուղղակի գրեցի, ասի վրիպել եք, թե ինչ եք արել, ոչ մի պատասխան չստացա։ Ինչպես եք դա Ես հասկանում եմ մի բան, որ դա էլ է պրոյեկտ, որովհետև սեղանի շուրջ մի երկուսը արտահայտվեցին, որ բոլորս այստեղ գտնվողները եկեղեցու կողքն ենք։ Ես ասում, գիտեք ինչ կա, ես էլ եմ եկեղեցու կողքը, եկեղեցին մենք ենք։ Մենք մեր կողքն ենք, բա իհարկե, բայց ես պետք է իմանամ իմ կյանքի հոգևոր մասը, ես ում եմ վստահում, իրական հոգևորի, թե KGB-ի գործակալի։ Այսինքն ես դրանով չեմ պաշտպանել, ասենք Նիկոլ Փաշինյանին։ Ես ասել եմ Նիկոլ Փաշինյանը գուցե եւ այս քայլը կարծես թե ճիշտ բան է անում, որ մարդկանց գրավի դեպի Իրան, ու այդպես ճիշտ բան է անում, բայց ես ասել եմ նա կիսատ պրատ է անելու։ Կիսատ պրատությամբ բերելու է կատաստրոֆայի։ Ու ոչ թե նա հիմար է, այլ իր զադանին, սենց ասենք, առաջադրանքը հենց կիսատ պրատությունն է։ Հեռախոսազանգ ընդունեցի, այո, բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Ալո, բարև ձեզ, այո։ Ես հասը, պարոն Սարոյանին, տարիներ առաջ, երբ որ խոսք էր գնում արևմուտքի հետ համագործակցության եւ Հայաստանը արևմուտքի կողմը շեղվելու, ՆԱՏՕ-ի քարտուղարն էր կարծեմ հայտարարեց, որ տարածաշրջանում մեր ներկայացուցիչը Թուրքիան է։ Այսինքն ստացվում է այսպես, այդ քաղաքականությունը մի օր չի որ սարքվել է։ Այսինքն դա ընդհանուր տրամաբանություն է արևմուտքի, որ տարածաշրջանում իրանց ներկայացուցիչը Թուրքիան է։ Ինչ այս հարցի մասին ինչպես կմեկնաբանեք։ Դա չի նշանակում որ Հայաստանին դրգում են Թուրքիայի գիրկը։ Շնորհակալ եմ։ Բնավ այդ ձեր մտավախությունը որ կա, որ Հայաստանի ղրգում են Թուրքիայի գիրկը չկա։ Ինչու՞։ Բացարձակ։ Ինչպես եք բացարձակ։ Ես հիմա բացարձակ։ Ուրեմն ժամանակին, երբ որ խոսից շատ է հանդիպում։ Դա ուրեմն Հայաստանին Թուրքիայի գիրկը ղրկում է Ռուսաստանը։ Կոնկրետ Շոյգուի հայտարարությունը արդեն պետք է ամենից ծածկի։ Համատեղ ռուս-թուրքական գերազանց անցկացած օպերացիա Ղարաբաղում։ Վերջ։ Իսկ որ Հայաստանը մինչև հիմա Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից բռնազավթված չի կամ Հայաստանը կիսված չի երկու մասերի, հարավային եւ հյուսիսային մասերի, ռուսական եւ թուրքական անկլավների, դա միայն ու միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ է։ Ինքը ինչ որ ասում է, ինքը փաստացի բանից Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի բանից չի կարա շրջանցի, այո, ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան։ Բայց այսօր այն թրթուրը դառնում է կոկոն։ Եվ վաղը չգիտես ինչ է դուրս գալու։ Թիթեր թե ցեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հստակ տենում են։ Այն կոկոնը, որը ձևավորում է թուրանական թրթուրի շուրջ, ցեց է դուրս գալու։ Ինքը գիտի արդեն, ինքը անալիզն արել է։ Դրա համար էլ արդեն այն առաջվա իր, ասենք ասենք, դաշնակիցը չի։ Թուրքիայի գիրկը։ Իսկ որ դու այսօր Ռուսաստանի գիրկն ես, դա նորմալ է։ Դա նորմալ է։ Ուրիշ գիրք է դա, հա։ Հա, դա ուրիշ գիրք է, հա։ Սպիտակ թուրքի գիրկն է։ Շատ են խոսում այն մասին, այ դուք ասում եք արևմուտք Միացյալ Նահանգների հետ պետք է հույսը կապել, շատերն էլ ասում են ոչ Ռուսաստանի հետ է պետք կապել, ոչ արևմուտքի հետ է պետք կապել, հույսը պետք է դնես ինքդ քո վրա։ Շատ լավ, մալադեց։ Մալադեց։ Ուրեմն այդ ասույթները ուղղված են
անգրագետ, կիսա վախեցած կամ լիովին վախեցած մարդկանց անճար նայում են աջ ու ձախ եւ ինֆորմացիոնը ցելափի տակ ինչ զիբիլ ասես լցում են մարդկանց ակազները։ Ինչու է սխալ դա։ Այդպես մտածել է, ինչու է սխալ համարում։ Դուք պատկերացնում եք, ասենք մի քիչ ասենք օրինակը բերենք մեր կենսական դաշտը 10-րդ դասարանի դպրոցում կռիվ է 10-րդ դասարանի երկու մեծ տղաներ իրար դեմ կռվի մեջ են դու առաջի դասարանի երեխա ես մտել ես մեջները կե աչից այնա չրփում ձախիցել է մեկը վզզ քաշում ես մաղարի արա ծեց շատ կերար դու լավ ասում ես ինձ ոչ այնա պետք ոչել են դու դատապարտված ես դու լուսնում չես ապրում կամ մոլորակում չես ապրում որի անունը Հայաստան է Եթե ուզում եք այտենց ապրել, այո, եկեք դե հիմա ոչ Թրամփի ճանապարհ, ոչ է Facebook-ի կոնտրոլի տակ Թուրանի ճանապարհ, ոչ մի բան, այսպես երկաթյա, ասենք, զանավեսկը քաշեք, ասեք ռադներդ քաշեք, ոչ Դուք ասեք, դու դատապարտված ես եւ չշարունակեցիք, ինչին ես դատապարտված։ Դատապարտված ես լինես ես մոլորակի մաս։ Դատապարտված ես, հարևանը թուրք է։ Դաշնակից համարվող քո դաշնակիցը թուրքից բետար ռուսա, նենգ ռուս։ Դուք պատկերացնում եք ադրբեջանցին անգամ հասկացել, որ ռուսը նենգ է։ Ինքը օգտվեց ռուսի նենգությունից, որ հային կծեց, հիմա ասում է իշքան հերրու մնամ, այդքան լավ, որտեղ վաղը ինձ էլ է գցելու։ Հիմա ասում են Թրամփը Ալիևի եւ Փաշինյանի հետ եկան համաձայնության, բայց առաջինը ով դրանից օգտվեց Դա Ռուսաստանն էր իր ծորենով հանդերձ։ Հորա լավ էլի։ Դա ժամանակ նա Ռուսաստանը չէր։ Մինչև ես Ռուսաստանից չէր գալի ծորենը։ Գալիս էր ուրիշ ճանապարհով, բայց ոչ Ադրբեջանի ճանապարհը որ փոխվել է, ճանապարհ, այսինքն ռուսական Վրաստանից ճանապարհը փոխվել է հակառուսական Ադրբեջանի մեջով Ռուսաստանը շահել է։ Հենա գալիս էր էլի լարծով։ Այդ մեկ։ Երկրորդը Ծորենը մենք կարող էինք ապահովել ինքներս մեզ։ Միայն Արցախով։ Չեմ ասում Հայաստանի տարածքը պիտանի էր ամբողջությամբ Հայաստանի ծորենի բանը, բայց Արցախի հարավային մասերը շատ պիտանի էին, որ եւ Արցախը եւ Հայաստանը կրկնակի ապահովել մեր Այսօր մենք զրկվել ենք այդ ճանապարհից այդ։ Դե զրկել են ռուսները։ Տականք հայերի ձեռով, տականք հայերի Արցախ կոչեցյալ նախագաներով, Հայաստան կոչեցյալ իբր ընտրված նախագաներով։ Մոռացել եք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք բեսպրեդելները։ Մոռացել եք ինչ են արել։ Լսում ենք ձեզ, այո, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Ես ողջունում եմ Պարոն Դես և պարոն Սարուխանյանին ես համամիտ եմ Սարուխանյանի տեսակետների հետ ես էլ եմ նմանապես ելույթ ունենում տարբեր տեղերում և ասեմ որ Նիկոլը ոչ թե կիսատ անում ճիշտ է բայց նա ծրագրավորած Հայաստանի հայազգի ոչնչացումն է տանում Նա մեր բոլոր ազգային արժեքները հավասարեցնում ազգորոյի, ամբողջ աշխարհի առջև մեզ պախարակում է, հենց այդ հարցերով, որ եւ վերջինը հասավ արդեն եկեղեցուն։ Լավ, ձեր հարցը, եթե կարելի է, մեզ երևի վարքյաններ է մնում։ Խնդրում եմ հարցը, եթե կարելի է, եթե ունեք հարց։ Ես ուղղակի ողջունեցի։ Եղավ, շնորհակալություն։ Փաշինյանը երեք ուշադիր չեմ եղել, կարծեմ ասեց 500 տարվա ընթացքում ամենալավ ժամանակահատվածն է լինելու Հայաստանի։ Կներեք մեջբերումը մաքուր չեմ հիշում։ Ասում է, որ հրաշալի ապագա է սպասվում 500 տարի մեզ սպասվում, բայց ինչի 600 տարի չէ։ Երևի վերջին 500 տարվա ընթացքում կամ 500 տարի ներող եղեք, այդ 500-ն եմ հիշում եւ հիշում եմ Հայաստանի հրաշալի ապագան։ Հայաստանի հրաշալի ապագան ինչից է կախված ըստ ձեզ։ Գիտեք ինչ կա, սա քարոզ արշավային արտահայտություններ են։ Ես այս վերջերս սկսել եմ չլսել Նիկոլ Փաշինյանի որևէ ելույթ։ Ես ձեզ ասեմ պարզ պատճառը։ Ժամանակին, երբ որ նոր էր բան, ինչքան էլ ինձ տհաճ էր լսել այդ իր
բարբաջանքները, այնուամենայնիվ լսում էի, որպեսզի զինված լինի, տենամ ինչ ասում։ Բայց այսօր ու արդեն բավական տևական ժամանակ ես տեսնում եմ, որ իր բարբաջանքները լոկ օդի մեջ փուչիկներ են, որ տարածքը նման PR արշավային, ասենք, ինչ-որ բաներ է խոսում։ Եվ դրա տակ, ասենք, դրա ոչ ֆինանսական բան ունի, տակը հենք։ Ոչ մի բան, էլի, ոչ քաղաքական, ոչ մի հիմք չունի իր ասածները, այսինքն ինչի հիման վրա, լավ է լինելու, հա, շատ լավ է լինելու, այդ իրանց հերթական, ես հիշում եմ Քարոզ Աշխարհը լավ է լինելու, չէ։ Ինչից է կապված ձեզ Հայաստանի լավ լինել է, եթե այդ պարզ ձևակերպում։ Չի լինի, ես նորից եմ ասում, չի լինելու լավ, որպես ինչ լինի։ Լսեք, ես իմ երեխեքը զոհվել են, ես իմ դիվանագիտական ամբողջ ունակությունը ներդրել եմ, որ հարևան պետությունը գրավեմ, զավթեմ, ես զավթիչ եմ։ Եկել եմ Ադրբեջանը զավթել եմ, որ այո, ես զավթել եմ, որ ասենք Ադրբեջանում ինչ-որ մի հատ գործիչ հելնի ու իրանց ադրբեջանական մասսային լոլոկ արտա, որ լավ է լինելու մոտակա 500 տարի։ Արա զավթիչը ես եմ, ես ոնց կուզեմ, այտենց կլինի քո երկրում։ Հիմա դու զավթված երկիր ես, այ տղա։ Նորից եմ ասում, դու պետք է ազատագրվես, գնաց քաղաքակիրթ աշխարհ, ազատվես, ազատ ազգ դառնաս, քանի չես դառե։ Ինչի հիման վրա է հիմնված քո այդ լավատեսությունը։ Դու ռուսական կայսրության կողմից զավթված երկիր ես, որը մաս քո շահերը կարա վաճառի թուրքերին։ Ասի ախպեր ջան, դու Հայաստանի հետ գործ չունես, ոչ զորք ուղարկին դե ոչ բան։ Այսինքն ազատագրումն է Հայաստանից ինչ է պետք քեզ, թուրք ախպեր։ Ասում ես սա պետքա որ Արարատսարը չլինի։ Խնդիր չունես։ Ես իմ գործակալներին կասեմ, էդի կգեներացնեն, իրականը ինչ ես ուզում։ Այսինքն մեր հայկական հարցը լուծվում է մեր զավթիչի մոտ, մյուս թշնամի ազգի հետ միասին համատեղ ինչ-որ բաներ են որոշում։ Այսինքն ես սա եմ ասում, են ասում են լավ է լինելու, հա լավ կլինի, եկեք սենց ասենք, մնում է մի բան ասի, ընդունեք իսլամը, սարքեք վիլայետ, ավելի լավ է լինելու, հետո։ Չեմ ուզում սրանով ավարտեմ, չնայած բայց լավ է լինելու, ես էլ հետ շարունակում եմ միտքը, ինչով է լավ լինելու, թող ասի։ Դուք ասում եք ազատագրել է պետք Հայաստանը։ Այո, ազատագրել է պետք։ Հայաստանը զավթված է այս պահին։ Ռուս-թուրքական ճիրաններից մեկ, որը այսօր ներկայացնում է բռնատիրական ռեժիմների ակումբը։ Հայաստանը իր ուժերով կարող է ազատագրել։ Ոչ։ Այսել են մեկուսականների պատասխանը, չես կարա ինքնուրույն, դու ռեանիմացիայի հիվանդ ես, դու ինքնուրույն հրդեհի դեպքում չես կարա դուրս գաս, քեզ պատգարակներով պետք է տանեն դուրս։ Այդ ով որ պետք է պատգարակներով տանի, դա Արևմուտքն է, Միացյալ Նահանգներն են։ Այո, որոնց հետ հենց աշխատում ենք, ու որոնք էլ պատրաստ են օգնել։ Այդ հարցներ, նրանք պատրաստ են, դու կանչում ես, եթե դու ասում ես, դու կանչում ես նրանց։ Այո, իհարկե։ Իսկ գուցե չես կանչում։ Չէ, Նիկոլ Փաշինյանն է իրական կանչողը։ Իրանք աշխատում են օրինական ռեժիմի հետ։ Օրինական, այսինքն ընտրված, Նիկոլ օրինականն է նստած, հա, իր հետ էլ աշխատում են։ Ինչ կարում են, իր միջոցով սղսնում են, բրդում են։ Միացյալ Նահանգներ Հայաստանի Հանրապետության հարաբերություններ, փոխհարաբերություն, վերաբերմունք, ասենք, փոխհարաբերությունը երևի շատ էր։ Միացյալ Նահանգների վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությանը։ Օգոստոսի 8 տեսանք, օգոստոսի 8-ից հետո տեսանք, որ անվանումը չէր հիշում Թրամփը, բայց դա Միացյալ Նահանգների հետ ամբողջ իրանց ռազմավարության հետ կարելի է կամ քաղաքականության հետ կարելի է համեմատել, թե չէ։ Իրանց աչքերով եթե նայես Հայաստանի վրա։ Ինչպես։ Իրանց աչքերով երբ որ նայում ես Հայաստանին, կարող է լինել վերաբերմունքը մենակ մի բան՝ խղճահարություն, որ այս դարավոր ազգը այս ինչի է հասել։ Այս ինչ վիճակի է հասել։ Մենք խղճահարության մասին չենք խոսում, դուք ասում եք պատգարակով հանելու պահն է։ Բա այո, հենց այդ խղճահարությունից անել Հայաստանի։ Խղճահարությունից է գալի։ Դա խղճահարությունից է գալի։ Եթե իրանց պետք կլինի, ասենք, թալիշների վրա նայել, դուք ասեն ազգ։ Այսինքն մենք այդքան անկարող ենք։ Մենք այս Այո, մենք անկարող ենք։ Մենք անկարող ենք, որովհետև բարձ բացատրում եմ, ամբողջ պետական հիերարխիան, ամբողջ շերտերը, ընդդիմությունը, պայքարը եթում է KGB-ի գործակալական ցանցի տարբեր վարչությունների մեջ,
թե ով է լինելու իշխանություն, ով ընդդիմություն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, եթե Ռոբերտ Քոչարյանից թևը գա իշխանության, Նիկոլ Փաշինյանը շարունակելու է որպես երկրորդ ուժ Հայաստանում ազգային ժողովում լավ յոլա գնալ, ու ոչ մեկին չի դատելու։ Դրանց բոլորին միասին դատելու ենք մենք, եթե մենք եկանք իշխանության։ Մենք էլ շատ մեծ ցանկություն չունենք, գիտեք, գալու իշխանության։ Անձամբ ես մտածում եմ սենց, ազգ քեզ պետքա, արա։ Ես ասում եմ քեզ զինվոր։ Այդ ինչի համար պետքա ես կիսագրագետ 5000 դրամով ընտրության գնացողի, ես ընկնեմ փրկությամբ զբաղվեմ, ինքը հասունացած չի։ Ոչինչ, ուրեմն իմ ճակատագիրներ սա էր, այս փուլում Հովանեսի դերը տանել, բոլոր ուզում են Քրիստոս դառնան։ Ես պատրաստ եմ իմ կյանքը դնելու, որ Հովանեսը լինեմ, որ այն փրկիչի ճանապարհը բացեմ։ Ես դրանով եմ այսօր զբաղված։ Դրա համար այս ժամը երբեմն սուր արտահայտվում եմ իմ ազգից ներկայացուցիչների նկատմամբ։ Ինձ երբեմն գիտեք ասում են շատ լարված ես խոսում եւ նյարդացած։ Ես մի հատ հարց էլի, սենց ռետորիկ հարց է, այս հարցս ուղղված է այդ բոլոր լսողներին եւ այդ լսողների մեջ այն հատկապես այն մասային, որ ասում են նյարդացած ես խոսում։ Դուք լսել եք այն երիտասարդ այն երեխան 19 տարեկան այն Աբաջյան ազգանունով, որ խրամատում էր եւ հեռախոսով ինքը հանգիստ էր խոսում։ Ինքը ասում էր կամանջիր, ես ինչ եկել են, հա։ Թե հայոյում էր։ Դիրքերը հանձնողի մերը։ Կարանք բացատրեք ինչի էր դա տես կատարվում։ Կասեք ընդ պատերազմ էր։ Ուրեմն ես տեսնում եմ այսօր, որ հիմա մենք պատերազմի մեջ ենք։ Այն դիվաններին նստածները, ովքեր ուզում են հանգիստ տոնով լսեն մարդկանց, իրանք չեն տեսնում, որ պատերազմի մեջ են։ Ես տեսնում եմ, որ հանձնում են Հայաստանս։ Ես տեսնում եմ, որ շարունակում են վաճառվել, անգամ այն մարդիկ, ովքեր ազգային են կոչվում, կողմ են բռնում։ Ռոբերտի կողմն են բռնում։ Կարան Սերժին, Նիկոլին կպնեն, բայց Ռոբերտին չէ։ Այն մեկը կարա Ռոբերտին ու Նիկոլին կպնեն, բայց Սերժին չէ։ Այսինքն խեղճները կորցրել են անգամ ազգային համարվողները։ Ես ոնց հանգիստ խոսամ։ Ես տենում եմ, որ մենք պատերազմի մեջ ենք, ու այդ պատերազմը ես եմ տենում, ու մի քանի մարդ։ Ոնց կարելի է այդ մարդուն ասել հանգիստ խոսամ, ոնց հանգիստ խոսամ։ Դուք ես որքան գիտեմ, եւ առաջին եւ երկրորդ Արցախյան պատերազմներին մասնակցել եք։ Մասնակցել եմ, այո։ Պատերազմը տեղում եք տեսել։ Այո։ Ամեն ինչ եմ տեսել։ Ես մահափորձ եմ տեսել։ Ես պատերազմ եմ տենում այսօր իմ Երևանում պատերազմ։ Եվ այս արձակած փամփուշտները, հոգեբանական փամփուշտները, եւ այս իդեոլոգիչսկի պատերազմը ավելի վտանգավոր են, քան լոկ այն խրամատում այդ մի դիրքը հանձնելու տեսանկյունից է։ Շնորհակալ եմ, պարոն Սարուխանյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաև ձեզ, որ լսում եք մեզ։ Ինձ եւ Հայաստանի, իմ հարցերս ուղղված Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանին։ Լավ եղեք, ամեն ինչ լավը լինելու։